Բարև ձեզ, ճիշտ ասած դուռը բաց էի թողել, որովհետև ձեզ էի սպասում։ Այս ոտքովից մի քիչ դժվար է տեղաշարժվելը, դե ես այդքան էլ սովոր չեմ։ Բայց դուք անցեք, առաջացեք։ Հեսա Արշակ ուր վրայա կգա։ Ինքը ձեզ կբացատրի ինչ պետք անեք, բայց շատ բան անելու չկա, ես էլ կարամ ձեզ բացատրեմ։ Magda, did Dad come? Արի։ Ծանոթացի Արև, մեր նոր օգնականն է։ Արշակն է բերել, որ մենք հանգիստ տանը մնանք, ինքն էլ գնա իր գործերով։ Գնա Արև, գնա բարևի։ Hi, ես Արևիկն եմ։ Մագդա, Արև, բարև ձեզ, կներեք, որ ուշացա։ Էս ինչ ես անում։ Նկարում եմ։ Ինչ ես լացում։ Չեմ լացում։ Կուզես, արի իրար հետ նկարենք։ Ես չգիտեմ նկարել։ Շատ հեշտ է։ Պապան ասում է, որ մաման էլ էր սիրում նկարել։ Պապաս ասում է, որ ես նման եմ մամայիս։ Նկարը բերեմ, դու էլ ասա, նման եմ թե չէ։ Չէ, պետք չի։ Ուզում ես սեղանի խաղեր բերեմ, ես շատ ունեմ դրանցից։ Մի ուրիշ անգամ կխաղանք, հա։ Հիմա պիտի ծանոթանանք ուղղակի։ Ես Արևն եմ, դու Էլիզն ես, ծանոթացանք։ Եկել եմ քեզ գրկեմ։ Չեմ հավատում։ Էլիզ ինչ ա եղել քեզ։ Ալին։ Ուզում եմ իմանաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Շատ։ Ուզում եմ իմանաս, որ այս աշխարհում քեզանից շատ ոչ մեկի չեմ սիրում, Ալինա։ Գիտես, չէ՞։ Ես էլ քեզ եմ սիրում։ Դեռ ցավում, հա։ Մի քիչ։ Կարող է բժիշկ կանչեմ։ Չէ, դուր ես կխմեմ, կլավանամ, մենակ բժիշկ չկանչես։ Այդ որ խմես, հետո կպարկես։ Մամաս ասում էր, որ երբ որ թե ես խմում, հետո փորի վրա պարկում ես, ցավը անցնում է։ Իսկ օգնում էր։ Օգնում էր։ Քո մամայի անունը ի՞նչ է։ Իմ մամայի անունը գիտես։ Շուշանա։ Էնա, իր նկարը։ Նման է ինձ։ Պապան ինձ մեկ ասում է Շուշանի Կարևիկ։ Պապան ասում է, որ միշտ պիտի իր մասին խոսանք, ուրախ պատմություններ հիշենք։ Ինքն ու Մագդան են պատմում։ Մագդան էլ է սիրում մամայիս, ինքն է իմ անունը դրել։ Պապային ասել է, ուզում եմ Արևիկ լինի։ Պապան ասում էր, որ գիտի, որ այսքան լուսավոր եմ լինելու։ Հիմա ինչ անեմ, պարկեմ փորիս վրա։
Դու այն տղային ճանաչում էիր։ Ում։ Որ նոր ստեղ էր։ Ես, չէ։ Բայց ինձ թվաց, որ ինքը քեզ ճանաչում է։ Դժվար։ Հիվանդանոցի մոտ էի, ինձ այդքան լավ չի զգում, տուն բերեց։ Հետո դրամապանակս թողել էի մեքենայի մեջ, բայց ազնիվ տղա էր հետ տվեց։ Բայց որ սուրճի հրավիրեցի, հրաժարվեց։ Որ խնդրեմ կօգնես վերև բարձրանամ, էլ ուժ չունեմ։ Էլիս։ Հա, իհարկե։ Քիչ մնաց հեսա կապակինվեմ, էլ քեզ նեղություն չեմ տա։ Նեղություն չի։ Էս էր ինձ պակաս։ Մագդա։ Մագդա։ Ինչ ա եղել Արշակ, ինչ ես կորցրել։ Նոր գործարքից հաստատման թուղթը։ Ձեռքս էր, հիմա չկա։ Բայց վստահ ես, որ տուն ես բերել։ Հա, վստահ եմ, արևի սենյակ մտնելուց ձեռքիս ա եղել։ Երևի այնքան խառն եմ եղել, չգիտեմ ուր եմ դրել։ Քնեց արևը։ Ես 25 րոպեից հանդիպման եմ։ Եթե թուղթը չգտա, անիմաստ է գնալը։ Այն նորից այդ քաշքշուկների մեջ եմ ընկնելու, պետք է Ամերիկա ուղարկեն, որ հաշվապակնիկը դնի, հետո հետ ուղարկի, այդ էլ ժամանակատար է։ Այդ մարդը այսօր երեկոյան թռնում է Մոսկվա։ Մագդա մի հատ ամբողջ տունը նայի։ Էլիս ջան, խնդրում եմ, կօգնես Մագդային։ Հա, իհարկե։ Մագդա, դու գնա քո սենյակ, ես գնայեմ։ Կնիկ կա թղթի վրա։ Հա, այսօրվա ամիս ամսաթվով։ Ես էլ մեքենայի մեջ գնայեմ։ Ես Մեքենայի մեջ էլ չկար։ Ես էլ չգտա։ Խոհանոցում էլ չէր։ Շատ կարևոր էր, չգիտեմ ինչ եմ անելու։ Բայց ես ինչի եմ հիշում, որ ձեռքիս էր։